Գիշերային երկնքում 11,000 մետր բարձրության վրա տեղի է ունենում մի աղետ, որը անհավանական էր թվում։ Դպրոցական երեխաներով լի օդանավի խաղաղ թռիչքը հանկարծ վերածվում է իրական սարսափի։ Երկու ինքնաթիռ վտանգավոր մոտ են միմյանց, օդաչուները միաժամանակ ստանում են երկու մեկը մյուսին հակասող հրահանգներ՝ լսել ավիադիսպետչերին, թե օդանավի ավտոմատ համակարգին։ Որոշումը դառնում է ճակատագրական, բախումը անխուսափելի է։ Եվ այսպես 2002 թվական հուլիսի 1 Ռուսաստան, Մոսկվա Դոմոդեդովի միջազգային օդանավակայանից Tu-154-ը պատրաստվում է 4-ժամյա թռիչքի դեպի Բարսելոնա։ Ներսում 69 հոգի, 9 անձնակազմի անդամներ և 60 ուղևոր, որոնցից 52-ը դպրոցական երեխաներ։ Նրանք մեկնում են իրենց երազանքների հանգիստն անցկացնելու Բարսելոնայում։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ սա լինելու է նրանց կյանքի վերջին օրը։ Անձնակազմը պատրաստ է թռիչքի։ Ժամը 20:50-ին Tu-154-ը օդ է բարձրանում Դոմոդեդովի միջազգային օդանավակայանից։ Ամեն ինչ նորմալ է։ Մոտ 2 ժամ անց օդանավը հասնում է Ավստրիայի օդային տարածք, բարձրությունը 11,000 մետր։ Ներսում հանգստություն, երեխաների մի մասը քնած է, մի մասը զրուցում միմյանց հետ։ Նրանց Բարսելոնա հասնելուն մնացել է ընդամենը 2 ժամ։ Մինչ Tu-154-ը շարունակում էր թռիչքը, այդ ժամանակ զուգահեռ Իտալիայի Բերգամո քաղաքից օդ է բարձրանում DHL ընկերության բեռնատար Boeing 757-ը, որի ներսում միայն 2 օդաչուներն են։ Ինքնաթիռը մեկնում է դեպի Բրյուսել, Բելգիա։ 1 ժամ անց երկու ինքնաթիռներն էլ արդեն Գերմանիայի օդային տարածքում են, սակայն վերահսկվում են շվեյցարական Skyguide ավիադիսպետչերական ընկերության կողմից։ Այդ գիշեր Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքից օդային շարժը ղեկավարում էր երիտասարդ 35-ամյա ավիադիսպետչեր Փետեր Նիլսոնը, ով այդ գիշեր մենակ էր հերթափոխում, քանի որ իր գործընկերը գնացել էր երկար ընդմիջման։ Շատ հաճախ երեկոյան ժամերին Ցյուրիխում մեկ դիսպետչեր է հերթապահում, քանի որ այդ ժամերին օդային երթևեկությունը այնքան էլ ծանրաբեռնված չի լինում։ Մինչ Նիլսոնը հետևում էր Boeing-ի և Tu-154-ի թռիչքը, հանկարծ իր վերահսկողության տարածքում անսպասելիորեն հայտնվում է մի Airbus, որը պատրաստվում է չնախատեսված վայրէջքի։ Նիլսոնը անակնկալի է գալիս, քանի որ չէր սպասում վայրէջքի։ Նա փորձում է կապ հաստատել վերադաս դիսպետչերական կենտրոնի հետ օգնություն ստանալու համար, բայց հեռախոսային գիծը տեխնիկական խնդիրների պատճառով մասամբ չի աշխատում։ Նրա միակ տարբերակը մնում է ինքնուրույն կառավարել իրավիճակը։ Վերադառնալով ռադարի էկրանին, նա տեսնում է, որ Tu-154-ը և Boeing 757-ը մոտենում են միմյանց, երկուսն էլ գտնվում են 11,000 մետր բարձրության վրա և ընթանում են դեպի նույն կետը։ Այդ պահին չնախատեսված երրորդ օդանավի Airbus-ի անձնակազմը անձամբ կապ է հաստատում Նիլսոնի հետ և հարցնում վայրէջքի թույլատվություն։ Նիլսոնը կրկին փորձում է կապ հաստատել վերադաս կենտրոնի հետ, սակայն անարդյունք, կապը չի աշխատում։ Նա սովորականից շատ է զբաղված։ Դա շեղում է Նիլսոնին, և նա չի տեսնում, թե ինչ է կատարվում ռադարի էկրանին։ Երբ Նիլսոնը կրկին վերադառնում է ռադարի էկրանին, նա նկատում է, որ Boeing 757-ը և Tu-154-ը վտանգավոր մոտ են միմյանց։ Նրանց միջև հեռավորությունը կազմում է ընդամենը 30 կիլոմետր։ Օդաչուները պատկերացում անգամ չունեն, որ գտնվում են նույն բարձրության վրա և մեծ արագությամբ ընթանում են դեպի նույն կետը։ Մինչ Նիլսոնը փորձեր է անում կապ հաստատել իր վերադասի հետ, հանկարծ DHL-ի օդաչուները օդանավի այսպես կոչված TCAS ավտոմատ համակարգի կողմից նախազգուշացում են ստանում, որ վտանգավոր մոտ են գտնվում մեկ այլ ինքնաթիռի։ Այդ համակարգը Boeing-ի օդաչուներին ավտոմատ կերպով հրահանգում է իջեցնել օդանավը։ Նույն պահին Tu-154-ի օդաչուները նույնպես ստանում են այդ նախազգուշացումը և հրահանգ ստանում բարձրացնել օդանավը։ Այդ համակարգը նախատեսված է նմանատիպ իրավիճակների համար
Երբ երկու օդանավ հայտնվում են բախման ուղու վրա, համակարգը ավտոմատ կերպով մի օդաչուին հրահանգում է իջեցնել օդանավը, իսկ մյուսին բարձրացնել բախումը կանխելու համար։ Երբ Փետեր Նիլսոնը կրկին վերադառնում է ռադարի էկրանի մոտ, նա տեսնում է, որ օդանավերը չափազանց մոտ են և բախման վտանգ կա։ Նա տեղյակ չէ, որ օդանավի համակարգը արդեն հրահանգներ է տվել օդաչուներին։ Նա ելնելով իր ռադարի տվյալներից հրահանգում է ռուս օդաչուներին իջեցնել օդանավը, մինչդեռ օդանավի համակարգը պահանջում է հակառակը՝ բարձրացնել։ Ստացվում է, որ ռուս օդաչուները միաժամանակ ստանում են երկու մեկը մյուսին հակասող հրահանգ, ում լսել՝ Փետեր Նիլսոնին, թե օդանավի համակարգին։ Եվրոպական ավիացիոն կանոնակարգերի համաձայն նման իրավիճակում օդանավի տեկած համակարգի հրահանգը ունի առավելություն ավիադիսպետչերի հրահանգից։ Սա նշանակում է, որ օդաչուն պետք է կատարի օդանավի համակարգի հրահանգը։ DHL-ի օդաչուները անում են այնպես, ինչպես հարկն է։ Նրանք լսում են օդանավի ավտոմատ համակարգի հրահանգին և սկսում են իջեցնել օդանավը, իսկ Tu-154-ի օդաչուները դա չեն անում։ Նրանք որոշում են լսել Նիլսենի հրահանգին և նույնպես սկսում են իջեցնել ինքնաթիռը, ինչը հետո ճակատագրական սխալ է լինում։ Մոտ 200 կիլոմետր այն կողմ հարևան օդանավակայանի ավիադիսպետչեր Ֆրեդի Շուլցը իր ռադարով տեսնում է, որ Tu-154-ը և Boeing 757-ը վտանգավոր մոտ են միմյանց։ Նա ավելի քան 10 անգամ փորձում է կապ հաստատել, որ նախազգուշացնի Նիլսոնին, բայց հեռախոսային կապը չի աշխատում։ Փիթեր Նիլսոնը, մտածելով, որ հարցը արդեն լուծված է, նա Tu-154-ի օդաչուներին շփոթվում և հայտնում է, որ DHL-ի Boeing-ը նրանց մոտենում է աջ կողմից և վերադառնում է հետևելու Airbus-ին։ Բայց իրականում DHL-ը մոտենում է ձախ կողմից։ Հիմա նրանք միմյանցից գտնվում են ընդամենը 6 կիլոմետր հեռու, երկուսն էլ իջնում են և մոտենում միմյանց մոտ 1200 կմ/ժ արագությամբ։ Օդաչուները փորձում են ֆիզիկապես տեսնել միմյանց։ Բախումից ընդամենը 3 վայրկյան առաջ նրանք տեսնում են միմյանց և փորձում ամեն կերպ խույս տալ բախումից, բայց արդեն շատ ուշ է լինում։ Բախումը անխուսափելի է։ Նրանք բախվում են միմյանց մոտ 10,000 մետր բարձրության վրա։ Բախման հետևանքով Tu-154-ը բաժանվում է 3 մասի, իսկ Boeing 757-ը, կորցնելով կենսական նշանակություն ունեցող պոչային հատվածի կարգավորիչը, ընկնում է։ Երբ չնախատեսված օդանավը Airbus-ը վայրէջք է կատարում, Նիլսոնը վերադառնում է ռադարի էկրանին, բայց նրան սպասում է սարսափելի մի պատկեր։ Երկու օդանավերն էլ անհետացել են ռադարների էկրանից։ Նա մի քանի անգամ փորձում է կապ հաստատել օդաչուների հետ, բայց պատասխանին, որին նա այդքան սպասում է, այլևս երբեք չի ստանա։ Գերմանիայի երկնքից այրվող բեկորները ընկնում են, վկայելով աղետի մասշտաբների մասին։ Մի փաստ այդպես էլ անհայտ է մնում։ Եթե Փետեր Նիլսոնը գոնե վերջին զգուշացումը տալուց չշփոթվեր և ռուս օդաչուներին հայտներ, որ DHL-ի Boeing-ը իրականում մոտենում է նրանց ձախ կողմից, այլ ոչ թե աջ, արդյոք ռուս օդաչուներին կբավականացներ ժամանակը, կկարողանային նրանք խույս տալ բախումից, թե ոչ։ Այս հարցը այդպես էլ մնում է անպատասխան։ Ինչպես ավելի ուշ ցույց տվեց սևարկղերի ձայնագրությունը, նրանք միայն վերջին վայրկյաններին են մի պահ ձախ նայում և տեսնում միմյանց, բայց արդեն շատ ուշ է լինում։ Շուտով դեպքի վայր են ժամանում Գերմանիայի փրկարարական ծառայությունը և սկսվում է լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, սակայն կործանված օդանավերի 71 հոգուց և ոչ ոքի փրկվել այդպես էլ չհաջողվեց։ Ինչպես տեղի ունեցավ այս աղետը, ինչպես երկու օդանավ հայտնվեցին նույն բարձրության վրա, նույն պահին և նույն տեղում այս տեխնոլոգիայի դարաշրջանում, երբ օդային փոխադրումները հագեցված են անվտանգության բարձր համակարգերով։ Միջազգային արձագանքը չի ուշանում։ Գերմանիային ժամանում նաև ԱՄՆ-ի ավիացիոն հետաքննիչները խորությամբ ուսումնասիրելու աղետի պատճառները։ Մի քանի օր անց հայտնաբերվում են օդանավի սևարկղերը։ Դրանց վերլուծությունից պարզվում է, որ երկու ինքնաթիռների անձնակազմը ստացել էին օդանավի TECAS կոչվող համակարգի հրահանգները։ DHL-ի Boeing 757-ի օդաչուները կատարել էին դրանք,
մինչդեռ 254-ի օդաչուները ոչ։ Վթարի հետաքննությունը բացահայտում է մի շատ կարևոր հանգամանք, ինչպես նշեցի, համաձայն եվրոպական ավիացիոն կանոնների, նման իրավիճակում օդաչուները պետք է ենթարկվեն օդանավի համակարգի հրահանգին, այլ ոչ ավիադիսպեչերին, տվյալ դեպքում Պետեր Նիլսոնին, քանի որ այն առաջնահերթություն ունի, սակայն Ռուսաստանում գործող տվյալ ժամանակների ավիացիոն օրենքները պահանջում էին ճիշտ հակառակը, նման դեպքերում առաջին հերթին լսել ավիադիսպեչերին։ Ահա թե ինչու ստանալով երկու միմյանց հակասող հրահանգներ, 254-ի ռուս օդաչուները որոշեցին հետևել Պետեր Նիլսոնի հրահանգին, ինչը ճակատագրական սխալ դարձավ։ Սակայն այս ամենը դեռ հարցի մի կողմն էր։ Ավելի կարևոր խնդիրն այն էր, թե ինչու են ինքնաթիռները ընդհանրապես հայտնվել այնքան մոտ միմյանց, որ բախման վտանգ էր առաջացել։ Սովորաբար ինքնաթիռները չպետք է լինեն իրար շատ մոտ, որ մի հատ էլ միանա այդ համակարգը։ Հետաքննիչները սկսեցին կենտրոնանալ ավիադիսպեչերի աշխատանքի վրա։ Նրանց մոտ հարց է առաջանում. ինչու է Պետեր Նիլսոնը այնքան ուշ նկատում ինքնաթիռներին, երբ կար բախման վտանգ։ Նրանք պարզեցին, որ աղետի գիշերը Պետեր Նիլսոնը միակ հերթապահ դիսպեչերն էր։ Սակայն գործող ավիացիոն կանոնների համաձայն, նույնիսկ հանգիստ ժամերին կարգավորիչ կենտրոնում պետք է աշխատեն առնվազն 2 աշխատակից։ Այդ երեկո, երբ անսպասելիորեն մեկ այլ օդանավ Airbus-ը մոտենում է չնախատեսված վայրեջքի, Նիլսոնի ուշադրությունը շեղվում է, ստիպելով նրան կենտրոնանալ այդ օդանավի կարգավորման վրա։ Մինչ նա փորձեր է անում կապ հաստատել վերադասի հետ, այս իրավիճակը խլում է նրանից թանկարժեք րոպեները, եւ նա չի նկատում, թե ինչ է կատարվում ռադարի էկրանին, մինչև չի լինում շատ ուշ։ Չնայած այս ամենին, այս բոլոր շղթայական սխալներին, օդանավակայանի ռադարը ունի անվտանգության լրացուցիչ համակարգ, երբ երկու օդանավ վտանգավորը մոտենում են միմյանց, ռադարը պետք է արձակի ձայնային ազդանշան զգուշացնելով Նիլսոնին, բայց ճակատագրի հեգնանքով այդ օրերին օդանավակայանի ռադարը նույնպես տեխնիկական սպասարկման փուլում էր եւ աշխատում էր թերի։ Այդ համակարգը պարզապես չէր աշխատում։ Երբ Նիլսոնը վերադառնում է էկրանին, բախումից ընդամենը 40 վայրկյան առաջ է նկատում վտանգը եւ չիմանալով, որ օդաչուները արդեն ստացել են օդանավի համակարգի հրահանգները, նա ռուս օդաչուներին հրահանգում է իջեցնել օդանավը։ Այս ճակատագրական սխալը վերածվում է աղետի։ Եթե ռուս օդաչուները լսեին օդանավի ավտոմատ համակարգի հրահանգը կամ աշխատեր գոնե օդանավակայանի ռադարը եւ ձայնային ազդանշաններ տար, Պետեր Նիլսոնը կլսեր եւ կհասցներ կանխել վթարը։ 2 տարի անց 2004 թվականի փետրվարին, մինչ հետաքննությունը դեռ ընթանում էր, Վիտալի Կալոևը, ով կորցրեց իր ընտանիքը, կնոջն ու 2 երեխաներին, որոշում է վերջ տալ այս ամենին։ Նա փորձում է գտնել նրանց, ովքեր մեղավոր են իր ընտանիքի մահվան մեջ։ Ավիավթարից հետո ոչ մի բան մենք չլսեցինք, ոչ ցավակցություն, ոչ որևէ հայտարարություն, ոչ ներողություն։ Այնպիսի տպավորություն էր, ասես ոչինչ էլ չի եղել։ Ես որոշեցի վերջակետ դնել այս ամենին։ Վիտալի Կալոևը, կարծելով, որ այս ամենի գլխավոր մեղավորը ավիադիսպեչեր Պետեր Նիլսոնն է, նա մեկնում է Շվեյցարիա։ Կալոևը իմանում է, թե որտեղ է ապրում Նիլսոնը եւ կյանքից զրկում նրան։ Վիտալի Կալոևը դատապարտվում է 8 տարվա ազատազրկմամբ Շվեյցարիայում, բայց 2 տարի անց Շվեյցարիայի կառավարությունը ազատ է արձակում Կալոևին նրա նորմալ պահվածքի համար եւ ամենակարևորը հաշվի առնելով այն փաստը, որ նա կորցրել է իր ընտանիքը։ Մինչ այդ Գերմանիայի ավիացիոն հետաքննիչները ավարտեցին աղետի հետաքննությունը եւ պաշտոնապես հայտարարեցին վթարի պատճառներն ու մեղավորներին։ Նրանք եկան այն եզրակացության, որ այդ գիշեր Պետեր Նիլսոնը մի շարք սխալներ է թույլ տվել, ինչպես նաեւ որոշ սխալներ են թույլ տվել ռուս օդաչուները։ Բայց չնայած այս ամբողջ սխալների շղթային, դրան գումարած հեռախոսային կապի եւ օդանավակայանի ռադարի խափանմանը, գլխավոր սխալը եւ պատճառը դա Skygate ավիադիսպեչերական ընկերության անփութությունն էր։ Եթե ըստ ավիացիայի կանոնակարգի այդ երեկո լինեին 2 ավիադիսպեչեր, այլ ոչ թե 1, աղետը հնարավոր կլիներ կանխել։ Սա Գերմանիայի ավիացիոն հետաքննիչների կողմից արված պաշտոնական հայտարարությունն է։
Skyguide ընկերությունը ընդունեց իր մեղքը և պաշտոնապես ներողություն խնդրեց բոլոր զոհվածների հարազատներից։ Բարեկամներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ցտեսություն։